Դեռ հեռավոր 1865 թվականն էր, երբ ավանդույթներով հարուստ Գյումրի քաղաքում, որ տարիներ առաջ կրում էր Ալեքսանդրապոլ անունը, գրական կյանքի զարգացմանը զուգընթաց ձևավորվեց նաև թատրոն ստեղծելու բնական պահանջը։ Այդ կարևոր և պատասխանատու առաքելությունը ստանձնեց ռուսական բանակի սպա Ալեքսանդր Մելիք Հայկազյանցը։ Գյումրեցին որպես պատվախնդիր անձնավորություն ցանկացել է, որ իր քաղաքում լինի թատրոն, որովհետև ամենայն պատասխանատվությամբ ու սիրով ու հարգանքով թատրոն երևույթի հանդեպ նա ուզել է, որ իր քաղաքում լինի թատրոն։ Գյումրի քաղաքն առհասարակ ունի հնամենի պատմություն։ Այն սկզբում կոչվել է Կումայրի, հետո Գյումրի։ Ռուսական կայսրության տիրապետության ժամանակ տևական ընթացք կոչվել է Ալեքսանդրապոլ, ապա Լենինական, եւ ասես բնական կերպով վերադարձել իր նախնական անվանումներին՝ նախ Կումայրի, հետո Գյումրի։ Այս տարածքում հայտնաբերվել են հուշարձաններ, կավե ու բրոնզե իրեր, աշխատանքային գործիքներ, որոնք վկայում են բնակավայրի երկարակեցության մասին։ Նման հարուստ կենսագրություն ունեցող քաղաքն անմասն չէր կարող մնալ ժամանակի ընթացքում ձևավորված մշակութային ավանդույթներից, որի անբաժանելի բաղադրիչն ու կարևոր օղակն է թատրոնը։ Եվ արվեստագետները, եւ հանդիսատեսը շատ է խոսել Գյումրու թատրոնի մասին, հանդիսատեսի մասին, թե ինչքան թատերասեր է Գյումրու հանդիսատեսը, եւ պատահական չէր, որ առաջին թատրոնը բացվեց Գյումրիում։ Ընդհանրապես մեզ մոտ ասում են, որ գյումրեցին երկու տեղ է գլխարկը հանել՝ եկեղեցուն եւ թատրոնում։ Ռուսական կայսերական իշխանության խիստ վերահսկողության պայմաններում չափազանց դժվար ու բարդ գործ է եղել թատրոնի հիմնադրումը, սակայն վեհ ու բարձր նպատակները միշտ էլ գտնում են իրենց գոյության ու լինելու կերպերը։ Որոշվում է հանգանակություն կազմակերպել, ինչն էլ դառնում է արվեստի ու թատրոնի հանդեպ քաղաքի բնակիչների ունեցած սիրո ու նվիրվածության ակնհայտ ցուցիչ։ Ալեքսանդրապոլցիների մշակութային գիտակցության արդյունքում ծնվում է ստեղծագործական այնպիսի օժան, որ մինչ օրս շարունակում է մնալ որպես արարող ինքնության կարևոր խորհրդանիշ։ Իմ տունն է, իմ օջախն է։ Գիտեք ինչու՞, որովհետև երեխա է։ Այսքան։ Երեխա է, երբ առաջի անգամ մտա թատրոն։ Հպարտ եմ, որ իմ թատրոնը 160 տարեկան է արդեն, որովհետև այդ թատրոնում աշխատեն են շատ մարդիկ ու պատմություն են կերտել։ Այս թատրոնը հարուստ է պատմությամբ, հարուստ է ամեն ինչով։ 1865 թվականի մայիսի 23-ը դարձավ նշանակալի ամսաթիվ։ Առաջին անգամ մեծ հանդիսավորությամբ բացվել է քաղաքային ակումբի վարակույրը, ազդարարելով բեմական արվեստի հրաշալի մեկնարկը։ Ցուցադրվել է Արտաշես Կարինյանի Շուշանիկ պատմական ողբերգությունը Ալեքսանդրապոլի նորաստեղծ թատերախմբի կողմից։ Կլուբի 125 տեղանոց դահլիճը լեփ-լեցուն էր երկսեռ հանդիսականով։ Ահա այսպես արձագանքեց ժամանակի մամուլն այդ հնչեղ իրադարձությանը։ Առաջին բեմադրությանն ուղղված դրական ու լավ արձագանքները բնականորեն հիմք հանդիսացան հաջորդ ներկայացման կայացման համար։ Պատմական ողբերգությանը հաջորդեց Գոգոլի հանրահայտ ռևիզոր կատակերգությունը։ Նորաստեղծ թատերախումբը նպատակ ուներ հանդիսատեսի դատին հանձնել ոչ միայն ազգային, այլև համաշխարհային դրամատուրգիայի լավագույն օրինակներից։ Բազմազան խաղացանկ ունենալու տեսլականն արդեն նկատելի էր։ Նոր իր առաջին քայլերն անող թատրոնում իրենց կարևոր նշանակությունն ունեցան նաև ժամանակի հայկական թատրոնի կարկառուն արտիստների հյուրախաղերը։ Շատ առաջ թատրոնը գործել է, մենք կենտրոնական այգու մեջ Մռավյանի անվան թատրոն ենք ունեցել, հետո այդ շենքը հրտեհվել է ու 1965 թվին, եթե չեմ սխալվում, այս շենքն է կառուցվել ու թատրոնը տեղափոխվել է այստեղ, այդ այդված թատրոնը տեղափոխվել է այստեղ, անվանվել է Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն։ Սա մի թատրոն է, որի հիմքը տրվել է 1865 թվականին Շուշանիկ ներկայացումով ու այնպիսի մարդիկ, ինչպիսիք են Թաթիկ Սայրյանը, Արմեն Արմենյանը, Եկատերինա Տուրյանը, այն մարդիկ, ովքեր ի սկզբանե հիմք հանդիսացավ, որպեսզի ստեղծեն այս թատրոնը եւ հետագայում իրենց միացան արդեն մյուս խումբը
եւ 160 անգամ վարակույր է բացվել եւ 160 թատերաշրջաններ է ունեցել։ Բնական է, սա արդեն նոր շենքն է։ Քաղաքի թատերասեր հանդիսականը հնարավորություն ունեցավ իր հարկի տակ հյուրընկալել հայ մեծանուն դերասաններին։ 1880 թվականին Ալեքսանդրապոլ եկավ մեծ ողբերգակ Պետրոս Ադամյանը։ Նրանից հետո իրենց փառահեղ դերասանախաղով հիացրին Հովանես Աբելյանը, Սիրանուշը, Հովանես Զարիֆյանը, Վահրամ Փափազյանը եւ այլոք։ Այնպիսի երևելի մարդիկ ինչպիսին են Վարդան Աճեմյանը, Երվանդ Ղազանչյանը, Գրիգոր Մկրտչյանը, Ալբերտ Մկրտչյանը, Խորեն Աբրահամյանը, սրանք են մարդիկ են, ովքեր երկար տարիներ Նիկոլայ Ծատուրյանը ղեկավարել են այս թատրոնը։ Երբեմն այս սենյակը, որտեղ մենք նստած ենք ու հիմա ինձ համար պատիվ է, որտեղ ես նստում եմ, այդ երևելի մարդիկ են նստել, իրենց աշխատասենյակն է։ Երբ որ մենք թատրոնը վերանորոգում ենք, տարբեր բաներ ենք անում, սա այն հատուկ առանձնասենյակն է, որտեղ ոչինչ չենք անում։ Ամեն ինչ մնացել է այնպես, ինչպես եղել է։ Եվ այդպես էլ պիտի լինի։ Սա մի սենյակ է, որտեղ կա պատմություն։ Առավել եւս այս թատրոնն ունի խոր արմատներ։ Նախնական շրջանում բեմ էին բարձրանում պատմական դրամաներ եւ եվրոպական մելոդրամաներ, մասնավորապես ֆրանսիական։ Ի բարեբախտություն երկար ճանապարհ դուրս եկած նորաթուխ թատրոնի շատ կարճ ժամանակ անց թարգմանական պիեսների կողքին բեմ բարձրացան նաև հայ դրամատուրգների ստեղծագործությունները, որոնք թատրոնի համար ձևավորեցին ինքնատիպ դիմագիծ։ Համարձակորեն անդրադարձ սկսվեց կենցաղային հասարակական բախման թեմաներին, որոնք հիմնականում հյուսվեցին Գաբրիել Սունդուկյանի դրամատուրգիայի առանցքի շուրջ։ Ազգային լեզվով հարազատ ու հայկական իրականությունից ծնված հերոսներն ակամա թատրոնն էլ ավելի մոտեցրին հանդիսատեսի սրտին, այն ժամանցի վայրից կաթիլ վերածելով մշակութային խոր արժեքների տարածման կարևոր օղակի։ Գիտեք ինչ, հավաքարարից սկսած մինչև ամենավերջին, ամենառաջնակարգ դերասանը բոլորը զբաղված են հանուն թատրոնի։ Իսկ մեր առավելությունը թատրոնի միշտ էսպես է եղել, Խորեն Բաբկենիչներ հարցնում, երբեմն Սամվել ինչն է պատճառը, որ ընտրենք նույնը Երևանում խաղում ենք նույն ներկայացում, ասում եմ գիտեմ, մեզանից տաղանդավոր են այնտեղ դերասանները, բայց ներկայացումները այն շունչը չեն ունենում, ինչ որ Գյումրին է։ Ինձ հարց է տալիս, ինչու։ Ինչ ասես ասի, բայց վերջում ասի Խորեն Բաբկենիչ մի բառ կա, որը նվիրված են։ Լինել մասնիկը եւ կրել պատմության այդ քարոզներով անցած թե հպարտությունը, թե պատասխանատվությունը եւ ի վերջո, երբ ամեն անգամ բարձրանում ես բեմ, այն գիտակցումը, որ այստեղ աշխատել են մեծամեծեր, այստեղ աշխատել են մարդիկ, ովքեր կերտել են ոչ միայն Գյումրու թատրոնն, այլ հայ թատրոնը ընդհանրապես, դա պատասխանատվություն է, դա քո ուսերին դրված պատիվ է, որ պետք է կարողանաս կրել, ինչպես գյումրեցին իր գլխարկն է կրել, դու պիտի կրես այս թատրոնի մի մասնիկը լինելու պատասխանատվությունը։ 1891 թվականին Ալեքսանդրապոլի թատերական կյանքում արձանագրվում է ևս մեկ նշանակալի իրադարձություն։ Բեմ է բարձրանում Գաբրիել Սունդուկյանի Պեպո կատակերգությունը, որը դեռ Թիֆլիսում ունեցած իր առաջին բեմադրությունից սկսած ունեցել էր փառահեղ հաջողություններ ու դարձել հայկական թատրոնի ամենասիրելի եւ սպասված գործերից մեկը։ Ալեքսանդրապոլի թատրոնի խաղացանկի համար սա գեղարվեստական բարձր մակարդակի վկայություն էր եւ կարևոր քայլ ազգային բեմարվեստի ավանդույթների ամրապնդման ճանապարհին։ Հաջորդ կարևոր հանգրվանն Արմեն Տիգրանյանի Անուշ օպերայի բեմադրությունն էր 1912 թվականին, որ դարձյալ մեծ իրադարձության վերածվեց։ Չէ՞ որ Անուշը ազգային օպերային արվեստի հիմնասյուններից էր։ Այստեղ ստեղծագործել են մարդիկ, ովքեր համարվել են թատրոնի մեջ ընդհանրապես առաջին դեմքեր։ Խորեն Աբրահամյան, Աճեմյանը, որ այստեղ երկար տարիներ շարունակ աշխատել է, հետո իր անունով է դարձել, ինչպես նաև Գրիգոր Մկրտչյանը այստեղ ունեցել է հանճարեղ ներկայացումներ, որոնք սովետական միության տարիներին մեծ հռչակ են վայելել եւ շատ-շատեր Ալբերտ Մկրտչյանն է այստեղ աշխատել, շատերն են։ Այդ սերունդը որպես այդպեսին ձևավորել է թատրոնի ունիկալությունը եւ կարծում եմ առաջնային հատկանիշներից մեկը, որը ես կառանձնացնեմ, որ Գյումրու թատրոնին հստակ բնորոշ է, դա երևի դերասանական օրգանիկան է, որը որպես այդպեսին ինքը
Չգիտենք ոնց է այդ ձևավորվում ու ինչն է պատճառը, որ այդ մտածողությունը, այդ օրգանիկ լինելու մտածողությունը, ոչ թե դա մտածողություն է, երևի ավելի շատ զգայական ինչ-որ մի ֆոն է, բայց դա սերնդեսերունդ անցնում է ու միշտ երբ որ առիթներ է լինում, երբ տարբեր նկարահանման հրապարակներում խոսում են, միշտ ասում են, որ Գյումրուվա թատրոնի դերասանների օրգանիկան դա շատ յուրահատուկ է եւ կինոն շատ է սիրում այդ օրգանիկան եւ այդ է պատճառը, որ լուրջ ու լավ ռեժիսորները Գյումրու թատրոնի դերասաններին շատ են սիրում։ Երկրի քաղաքական հասարակական կյանքը այդ համատեքստում ցանկացած վերադասավորում իր ազդեցությունն ու կնիքն է թողնում արվեստի, այդ թվում թատերարվեստի վրա։ 1921 թվական։ Ռազմական ու սոցիալական տեսանկյունից ծանր ու բեկումնային ժամանակահատված։ Հայաստանը գտնվում էր խորհրդայնացման առաջին փուլում։ Նոր իշխանությունը դեռևս սեփական դիրքերն ամրապնդելու պայքարի մեջ էր։ Տնտեսությունը քայքայված էր, քաղաքական վիճակն անկայուն։ Հակաբոլշևիկյան ուժերն էլ իրենց հերթին էին ընդդիմանում ու ապստամբում հաստատվող կարգերի դեմ։ Ալեքսանդրապոլն անմասն չէր երկրում տիրող ճգնաժամից։ Խորհրդային կառավարության հաստատումից հետո ստեղծված հեղափոխական կոմիտեն փորձում էր վերականգնել կառավարումը, վերագործարկել արդյունաբերական ձեռնարկություններն ու վերակազմավորել մշակութային կյանքը, այդ թվում թատերական։ Հենց այս փուլում էր, որ դրվեցին պետական թատրոնի ստեղծման հիմքերը։ 1922 թվականին Արմեն Արմենյանը նախաձեռնեց Սասունցի Դավիթ էպոսի բացօթյա բեմադրությունը։ 1928 թվական Խորհրդային միության կարգերը հաստատված էին։ Արդեն լենինական դարձած Ալեքսանդրապոլի թատրոնի տարեգրության մեջ բացվեց մի նոր ու ինքնատիպ էջ, որ կնքվեց երկրորդ պետթատրոն անվամբ։ Երկրորդ պետթատրոնը հետագայում կրեց պետական գործիչ եւ հրապարակախոս Ասքանաս Մռավյանի անունը։ Թատրոնը թևակողեց մի նոր ժամանակափուլ, իր ստեղծագործական անձնակազմը հարստացնելով այնպիսի անհատներով, ինչպիսիք էին Վարդան Աճեմյանն ու Թադևոս Սարյանը։ Վերջինս դարձավ Լենինականի դրամատիկական թատրոնի առաջին գեղարվեստական ղեկավարը։ Աճեմյանի ժամանակ, երբ Աճեմյանը բեմադրություններ էր անում մեր թատրոնում, շատ լավ ժամանակներ էին, իսկապես ես ինքս մասնակից չեմ եղել, բայց մեր մեծերի պատմություններից իմացել եմ, որ հրաշալի ժամանակներ է ապրել թատրոնը։ Երբ որ եկա թատրոն, ինձ համար թատրոնը մի հեքիաթավ հայր էր։ Երբ որ դալիճից նայում ես ժողովրդական արտիստներին, իսկ արդեն դու իրավունք ունես անցնել բեմի հետ նամաս, նույնիսկ կարմիր անկյուն, աչքերս չռած ես նրանց եմ նայել, երազել եմ մոտենալ, նրանց հետ շփվել, խոսել։ Ես շնորհակալ եմ, նորից եմ ասում, չկրկնվեմ, շնորհակալ եմ ասում, որ ես բախտ եմ ունեցել շփվել այդ տեսակ մարդկանց հետ եւ ուսանել։ 1930-ական թվականներին Լենինականի թատրոնն արդեն ձևավորվել էր որպես առողջ եւ հաստատուն ստեղծագործական անձնակազմ ունեցող կառույց, որտեղ տաղանդաշատ բեմադրիչների շուրջ հավաքվել էին ոչ պակաս տաղանդաշատ դերասաններ։ Այս ատորին Արտո Փաշայանն է նստել։ Արտո Փաշայանը, որ անբացատրելի նվիրում ուներ։ Ամսվա մեջ խաղալ 27 ներկայացում, էնել հերոսական ներկայացում եւ խաղում էր ինքը գլխավոր դերում եւ 27 ներկայացում խաղա ու չդժգոհի, որ ես ինչ եք անում։ Այդպիսի նվիրում ունեին, այդպիսի ազնվորություններ կային, ժողովրդական արտիստ Փաշայանը, այդպես էր Արզու Արզումանյանը, ժողովրդական արտիստ, այդպես էին Ղազազյանը, այդպես էին մեր բոլոր Կարո Գրիգորիչը, որ մենք Ժաննա Թովմասյանը ժողովրդական արտիստներ, Բոխյանը, Արուս Անձնաուրյանը, որ մեկին ասեմ, եւ բոլորն էլ իրենց հետքն են թողել եւ պատահական չէ, որ այս թատրոնը հիմա այս վիճակի մեջ է։ Ինչու՞։ Որովհետև այդպիսի մեծեր է ունեցել։ Վարդան Աճեմյանը Լենինականի թատրոնում ստեղծագործել է մինչև 1938 թվականը։ Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիայում ձեռք բերած իր գիտելիքներն ու բեմական փորձն անձնվիրաբար ներդրեց թատրոնի զարգացման կարևոր գործում, ծնունդ տալով այնպիսի հրաշալի գործերի, ինչպիսիք են Ֆրիդրիխ Շիլլերի «Սեր եւ խարդավանքը», Դերենիկ Դեմիրճյանի «Երկիր հայրենին», Ուիլյամ Շեքսպիրի «12-րդ գիշերը», Նայիրի Զարյանի «Արագեղեցիկը», Մաքսիմ Գորկու «Հատակումը» եւ այլ ներկայացումներ։ Լենինականի թատրոնում Վարդան Աճեմյանի վաստակը փոքր չէր, ուստի 1992 թվականին Ասքանաս Մռավյանի անվան
անվան թատրոնը վերանվանվեց ի պատիվ Վարդան Աճեմյանի։ Թատրոնը հյուրախաղերով հանդես է եկել Երևանում, Թբիլիսիում, Տարտուում, իսկ 1956 թվականին Օղակում փորձադաշտ ներկայացումներով մասնակցել Մոսկվայում հայկական արվեստի ու գրականության 10-օրյակին։ 1965 թվականին թատրոնը պարգևատրվել է աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ Այս թատրոնի արմատները շատ խորն են, շատ խորն են, եւ ինչքան պիտի ապաշնոր լինես, որ չկարողանաս շարունակել այդ հսկա մարդկանց աշխատանքը։ Եվ պարտավորեցնողը ինձ համար էլ սկզբունքային է եղել, ես միշտ ասել եմ, որ երբեք ես հինը արմատախիլ չեմ անում եւ կառուցում եմ նորը, բայց ոչ հինի արմատախիլ միջոցով, արմատախիլ անելու միջոցով։ Եվ արդեն հիմա մենք նշեցինք 160-ամյակը այլ ձևաչափով ու փորձում ենք ինչքան հնարավոր է պահել այդ ավանդույթը, որովհետև 21-րդ դարում ես կարծում եմ այն էլ այս դարում, որտեղ կա ինտերնետ, կա վիրտուալ աշխարհ, դժվար է պահել ու թատրոնի ամենակարևոր զենքը դա իր անկեղծությունն է։ 1970 թվականը շրջադարձային եղավ Լենինականի թատրոնի կյանքում։ Ազդարարված էր զարգացման ու վերելքի մի նոր փուլ։ Հենց այդ թվականին Վարդան Աճեմյանի երաշխավորմամբ գլխավոր բեմադրիչ է նշանակվում այն ժամանակ երիտասարդ, բայց արդեն իր տաղանդն ու հնարավորությունները գործով ապացուցած ռեժիսոր Երվանդ Ղազանչյանը։ Փոխվում է ստեղծագործական անձնակազմը, փոխվում է մտածողությունն ու գեղարվեստական լեզուն։ 1972 թվականին բացվեց թատրոնի նորակառույց շենքը, որը դարձավ քաղաքի մշակութային կյանքի կարևորագույն խորհրդանիշներից մեկը, որտեղ առաջին բեմադրված պիեսը եղավ Շիրվանզադեի «Պատվի համարը»։ Նոր շենք, նոր նվաճումներ։ Տրամադրող մթնոլորտը, միջավայրն ու ստեղծված հնարավորությունները նոր շնչառություն բացեցին թատրոնի համար։ Բեմ բարձրացան համաշխարհային դասական մեծածավալ ու մասշտաբային ստեղծագործություններ։ Ֆյոդոր Դոստոևսկու «Ոճեր եւ պատիժը», Բերթոլդ Բրեխտի «Կուրաժ մայրիկը եւ նրա երեխաները», Ալեքսանդր Պուշկինի «Փոքրիկ ողբերգությունները» եւ մի շարք այլ ներկայացումներ։ Գիգանտներ են քայլել այս բեմում, հիմա մենք այստեղ նստած ենք եւ այն պատասխանատվությունն է, որ այն գիտակցությունը ավելի շուտ, որ այստեղ Խորեն Աբրամյանն է քայլել, Ֆրունզիկ Մկրտչյանն է քայլել եւ մյուս Ժաննա Արկադիևնա, Նինա Սերգեևնա, հանճարներ, Ռազմիկ Բադալյան, որ մի պա այսպես գիտակցում ես, նույնիսկ երկյուղ է գալիս քո մեջ։ Իհարկե դա ես կուզեմ, որ նոր սերունդը մշտապես այդ արթնությունն ունենա բեմ մտնելուց առաջ, փորձեր սկսելու ընթացքում։ Ես ինձ մեջ մի երազանք ունեի, որ դառնայի դերասանուհի, ոչ թե բեմն էի պատկերացնում հանդիսատեսի ծափերը, այլ պատկերացնում էի լույսերը վառված են, ես փորձի շորերով եմ, ու ինչպես որ երբեմն ռեպորտաժ էին անում, մեր տաղանդները ինչպես էին փորձանում, այդ նախանձախնդրությունն ունեի, ու ամեն բեմ դուրս գալուց առաջ ես միշտ հիշում եմ, որ երազել եմ այս մասնագիտության համար։ 1977 թվականին Երվանդ Ղազանչյանը տեղափոխվում է Երևանի դրամատիկական թատրոն եւ Լենինականի թատրոնում իրեն փոխարինելու համար հրավիրվում է կարկառուն ռեժիսոր Գրիգոր Մկրտչյանը։ Եղել են ներկայացումներ, որ շատ երկար տարիներ են խաղացել, դրանք եղել են կատակերգություններ, եղել են ներկայացումներ, բեմադրություններ, որ իսկապես հայ թատրոնի պատմության մեծ հետք են թողել։ Օրինակ Գրիգոր Մկրտչյանի Տիտոս Անդրոնիկոսը, որը ամենաքիչ բեմադրված պիեսներից է եղել Շեքսպիրի եւ ամենաարյունոտ, սարսափելի դեպքեր են կատարվում պիեսում, բայց ինչ գեղագիտական լուծումներ էր գտել Գրիգոր Մկրտչյանը։ Եվ այնպես էր, որ նույնիսկ ուզում էին, որ ներկայացումը խաղանք Անգլիայում, Գլոբուս թատրոնում, Շեքսպիրին նվիրված փառատոնում, բայց ինչ-ինչ պատճառներով չստացվեց։ Ուզում եմ հիշել ռևիզորը նորից Գրիգոր Մկրտչյանի, երբ Ռուսաստանից եկել էին մի մեծ խումբ եւ դերասաններ եւ բեմադրիչներ, ապշած ասում էին, որ ռուսական որևէ բեմում չկա այսպիսի ռևիզոր, չկա այսպիսի ներկայացում։ Գրիգոր Մկրտչյանի բեմադրած ռևիզորը եւ Տիտոս Անդրոնիկոսը համարվեցին Լենինականի թատրոնի աճեմյանական շրջանի ստեղծագործական բարձրակետի տրամաբանական շարունակությունը։ Այդ տարիներին թատրոնի բեմում հանդես եկավ նաև հանճարեղ դերասան Մահեր Մկրտչյանը Խաթաբալա ներկայացման մեջ մարմնավորելով Սամբախովի կերպարը։
1985 թվականին թատրոնի գեղարվեստական ղեկավար է դառնում մեծանուն դերասան Խորեն Աբրահամյանը, որ թատրոն է բերել նորանոր գեղարվեստական ծրագրեր։ Նա համաշխարհային դասական ու ժամանակակից ստեղծագործությունների կողքին կարևորում էր նաև անդրադարձը ազգային ժամանակակից դրամատուրգիային։ Այդ շրջանում են բեմադրվել Արտաշես Քալանթարյանի «Թիկունք», Պերճ Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն» պիեսները։ Հազարավոր, 100,000-ներ, տասնյակ միլիոններ ազնվոր են գործ են անում, աշխատում են, ինչ-որ բաներ սարքում, բաներ շինում։ Դրանք հայրենասեր չեն, դու ես հայրենասեր, ես եմ հայրենասեր, նա ես հայրենասեր, հա։ Հա, ես ոնց եղավ է, ոնց եղավ ես։ Համբարձում է։ Ես ոնց եղավ, որն եղավ է, ես նոր բան է, ոնց եղավ, որ իսկական հայրենասերությունը, տղամարդու հայրենասերությունը կտրվեց գործից, ընտանիքներից, գնաց բազմեց քեֆի սեղանների գլխին ես, ոնց եղավ, ոնց։ Երբ Խորեն Աբրամյանը եկավ մեր թատրոն, չգիտեմ ինչու, ինձ միշտ իմ աշխատասիրությունն է փրկել և նվիրվածությունը։ Բաբկենիչը ինձ շատ էր սիրում և իհարկե սիրում էր իր ամենասիրելի ուտեստներից դա ձվածեղն էր։ Առաջ անգամ, որ եկավ, մտավ բուֆետ, մեր բուֆետչիցային ասեց ձվածեղ արա, որ ուտեմ, ասեց բաբկենի կներես թավենը զբաղված է, սավ ինչ եք զբաղված է, հա, ասեց տղաները հաց են ուտում, մի յաչեյկա հավգիտ ձվածեղ էին կարը, բաբկենի չեկավ նայեց, սավ հելը ոտի ելեք, ելա ես և իմ կոլեգան Ռաֆիկ Խարատյանը, Հեսովատության հանրապետության վաստակավոր արտիստ, այ ես հենց մի հատ անձնավորություն, ասեց կագնենք, երկուս եմ մի բոյի, ասեց, ես կան ձվածեղը երկուսով եք ուտելու, սի բաբկենի ճան, կներես ցավետ տանիմ, դու երկար վայտես պասես, չանգյալը արի մոտիկ խնդած, դրանից հետո գալիս ասում էր, հրաշնիկի տիչ, ինչ ես մտածում, այսօր ինչ ձվածեղ ուտենք, ինչով։ Զարթոնքի ճանապարհը որդեգրած Լենինականի դրամատիկական թատրոնի թռիչքն ընդհատվեց 1988 թվականի Սոսկալի երկրաշարժի հետևանքով։ Այդ ծանր օրերին թատրոնի ստեղծագործական խմբի կյանքում մեծ ներդրում ունեցավ Խորեն Աբրահամյանը։ Հրավիրելով նրանց Երևան, իսկ հետո խմբի մասնակցությամբ նախաձեռնելով հյուրախաղեր Մոլդովայում, Վրաստանում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Երկրաշարժի ահավոր ավերածությունները նոր ապրած ժողովրդին ինչ պետք է հրամցնես, ինչ պետք է տաս։ Եվ ինձ թվաց, որ ճիշտ կլինի, որպեսզի անենք շքեղ կատակերգություն։ Այստեղ թատրոնը մեկ անգամ ևս պետք է իր ունիկալ թերապիան ցուցաբերեր, մատուցեր, փոխանցեր ժողովրդին եւ որոշեցինք բեմադրել Շեքսպիրի Սիրո ապարդյուն ճիգերը։ Եվ ես հիշում եմ պրեմիերան, հիշում եմ ոտնկաշ ծափահարությունները, հիշում եմ այն տոնը, որ տեղի ունեցավ թատրոնում։ Եվ ես հիմա, եթե հարցնեն իմ արած ներկայացումներից, հաջող ներկայացումներ ես կարծում եմ 2-3 ունեցանք, բայց իհարկե ամենակարևորը դա էր։ Մենք թատրոնում ենք, ժողով ունենք։ Իմիջիալոց ասեմ, ովքեր որ ժողովի չէին եկել մահացան։ Տարօրինակ բան եմ ասում, բայց այդպես էր։ Տանն էր, այդ ժամանակ ինչ-որ սերիալ էր գնում հեռուստատեսությամբ եւ բոլորը գամբած այդ սերիալներն էին նայում։ Եվ մեր դերասանուհի Ռիտան այդ օրը չէր եկել, ինչ-որ երեխայի հետ կապված ինչ-որ բան կար, նա մահացավ, Ռիտա Հարոյանը, մեր լավագույն դերասանուհիներից մեկը, եւ մահացավ մեր դաշնակահարուին, մահացան ուրիշ աշխատողներ նույնպես, ովքեր ժողովի չէին եկել։ Երկրաշարժից հետո, երբ արդեն Խորեն Աբրահամյանը տեղափոխվել էր Երևան, մայր թատրոն, Լենինականի թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվում երիտասարդ բեմադրիչ Հակոբ Ղազանչյանը։ Բոլորովին հասկանալի է, որ սա եղել է դժվար ժամանակաշրջան, սակայն նրան հաջողվել է պահել թատրոնի ոգին, չընկճվել ու ապացուցել, որ արվեստը կարող է նվաճել, հաղթել ու մխիթարել։ Երկրաշարժից մի տարի հետո
երբ ամբողջ քաղաքը ավերակ էր, երբ վերքերը շատ թարմ էին, Հակոբ Ղազանչյանն էր թատրոնում եւ Շեքսպիրի Սիրո ապարդյուն ճիքերը բեմադրեց, շատ գունեղ, շատ երաժշտական, շատ կատակերգություն։ Եվ մենք սարսափով սպասում ենք, թե հանդիսատես կգա, մի տարի էլ չէր անցել ախր երկրաշարժից։ Եվ երբ վարագույրը բացվեց ու մենք տեսանք լեփլեցուն դահլիճ, մինչև հիմա էլ հուզվում եմ, երբ հիշում եմ, բոլորս արցունքոտվելու աստիճան հուզվեցինք։ Եվ հետո արդեն թատրոնը շարունակեց իր բնականոն կյանքը երկրաշարժից հետո էլ։ 1994-ից 1998 թվականներին ղեկավարումը ստանձնել է կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը։ Սա նույնպես մի ինքնատիպ ու հետաքրքիր ժամանակաշրջան է եղել Գյումրու դրամատիկական թատրոնի հարուստ կենսագրության մեջ, առաջ քաշելով նորարար լեզու, ձևավորված հին ավանդույթների ու արդեն որդեգրված արժեքների հիմքի վրա։ Ալբերտ Մկրտչյանի բեմադրությամբ հանդիսատեսի դատին հանձնվեց նրա հեղինակած «Ավերված քաղաքի ակորդը» պատումը, որի հիման վրա հետագայում նկարահանվեց «Ուրախ ավտոբուս» գեղարվեստական ֆիլմը։ Օրինակ, մի անգամ հիշում եմ Ուրախ Գյումրին էին խաղում Արցվանի գյուղում, Ղապանի Արցվանի գյուղում, սկզբից կոլխոզի նախագահան ելույթ ունեցավ, չգիտեմ ինչ արեց եւ այլն, երկրաշարժից հետոյի մասին է խոսքը։ Եվ մենք խաղում ենք, դա կոմեդիա է, ոչ մի ռեակցիա չկա, ինչ լեզվով ասես խոսեցինք, էլի բարբարով, գյումրվան բարբարով, իրենց բարբարով, լորվա բարբարով, մի խոսքով ինչ անկանում են, լուր քարացած նստած են։ Երբ որ բրցանք շատ տխուր, խոսենք էս ինչ է կատարում, երբ որ ելանք տեսանք բոլորը սպասում են եւ գալիս փաթաթվում են, վայ մերնեմ ձեզ էս ինչ արիքություն։ Ասում ենք հավանել եք, հա, բան չէիք ծիծաղում։ Դուք Սեմերնիվ ջան, դες մեր կոլխոզի նախագահան ելավ ասեց, որ իրանք երկրաշարժ տեսած մարդիկ այդ մեկը խնդացել է գյուղից կվտարեն։ Եվ դրա համար չէին ծիծաղում եւ այդպիսի դեպքեր է եղել։ 2004 թվականից մինչև 2014 թվականը Գյումրու դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարը եղել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանը։ Նրա առաջին հրեշը լուսնի վրա բեմադրությունն ապացուցեց, որ Գյումրու դրամատիկական թատրոնը ժամանակի հետ քայլող, ժամանակի շունչը զգացող եւ այդ շնչին զարկ տվող ստեղծարար կառույց է։ Ես կարծում եմ, որ իմ ու այս թատրոնի յուրաքանչյուր հաջողություն ամենանդեպս վերջի 25 տարիները կապում եմ մի անձի հետ։ Մի անձի հետ, որը իմ համար իմ մասնագիտական ուսուցիչն է, իր մասին խոսելուց ես չգիտեմ, ինձ թվում է մենք իրար հետ պայմանավորվել ենք, որ ես իր մասին երբեք անցյալով չպիտի խոսեմ ու չեմ ուզում տխուր խոսել, ինքը տխուր մարդ չէր։ Բայց ես բոլոր հաջողությունները կապում եմ Նիկոլայ Ծատուրյանի հետ։ Ես կարծում եմ, որ չլիներ, եթե չլիներ Նիկոլայ Ծատուրյանը, Գյումրու թատրոնը միշտ եղել էր կար ու կլիներ, բայց համենայնդեպս վերջի տարիների հետ բոլոր հաջողությունները, ինչի մասին ես խոսեցի, կապում եմ այդ մարդու հետ, մեծ արվեստագետի հետ, որը մեզ բերեց թատրոն, որը մեզ կապեց թատրոնի հետ, ստիպեց մեզ սիրել թատրոնը եւ ասեմ ավելին, ստիպեց ինձ դուրս չգալ այս քաղաքից։ Ես երբեմն շատերը այստեղ են լինում ու գնում են այստեղից, ինքը ինձ հակառակը եղավ, ինձ Երևանից ինքը ստիպելով ասեց, որ դու պիտի հետ վերադառնաս ձեր քաղաք ու ձեր թատրոն։ 2014 թվականին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր նշանակվեց Լյուդվիգ Հարությունյանը, ով հաստատուն ավանդույթները միախառնեց արդի ու նոր թատերական սկզբունքներին, ստեղծելով յուրատիպ ձեռագիր։ Նրա առաջին բեմադրությունը եղավ Մաքս Վեբերի Առնետները։ 160-ամյա թատրոնը երիտասարդացել է եւ նոր շունչ է ստացել։ Դա շատ կարեւոր է թատրոնի համար, որ նոր սերունդ կա, նոր սերունդափոխություն ուներ թատրոնը։ Դե մենք կանք, մենք հաստատ կանք, բայց սերունդը փոխվելը շատ լավ է։ Նոր սերունդի գալուստյան հետ նոր գեղագիտություն է գալիս, նոր ճաշակ է գալիս, նոր մտածողություն է գալիս։ Նույնիսկ ես սովորելու բան ունեմ ջահելներից։ Սա այն բացառիկ բեմերից է, որը ունի իր հստակ
էներգետիկան պահանջները, իր հստակ կարգ ու կանոնը, որը պետք է կարողանա սպահել, ու այն գիտակցումը, որ ունենք, թե ովքեր են այստեղ խաղացել եւ ովքեր են այս պահին խաղում մեզ հետ, որովհետեւ մենք այն սերունդն ենք, ով եկել է թատրոն նայել ներկայացումներ եւ Անահիտ Քոչարյան, Սամվել Գրիգորյան, մենք ուղղակի որպես հանդիսատես նայել ենք դահլիճից ու այսպես հիացած ժպիտներով դուրս ենք եկել։ Պարոն Տիգրան Գապոյան, Դարա Սանթոյան, արդեն մարդիկ, որոնց նայում ենք երկրպագում ու հասավ մի տարիք, որ մենք իրենց հետ արդեն խաղում ենք բեմին, մենք միմյանց խաղընկեր ենք դառնում բեմին եւ դա իհարկե եւ պատասխանատվություն է պարունակում իր մեջ եւ սեր է պարունակում իր մեջ եւ այդ շատ հավես է, որ այդ սերնդեսերունդ այդպես էլ շարունակվում է ու հիմա նոր երեխեքը այդ նույն մտածողությամբ առաջ են շարժվում ու թատրոնը ինչքան էլ ժամանակակից է իր բոլոր դրսևորումների մեջ, միևնույն ժամանակ նաև այդ հիմնարար ավանդույթները լավ իմաստով ավանդույթներ, այսինքն սեր եւ պատասխանատվություն արարվեստ, որը իմ կարծիքով այս թատրոնում շատ մաքսիմումի վրա է գտնվում։ Լյուդվիգ Հարությունյանը թատրոն բերեց գեղարվեստական նոր սկզբունքներ, շարունակելով լավագույն ավանդույթները։ Առնետներից հետո բեմադրվեց Յուրիս Գրուշասի «Սեր, ջազ, սատանա» հոգեբանական դրաման, որը նույնպես դարձավ ռեժիսորի ակնհայտ հաջողություններից։ Թատրոնը միշտ հետևել է իր ավանդույթներին եւ այսօր էլ ես ինքը շատ եմ կարևորում ազգային դրամատուրգիայի առկայությունը այսօր եւ իր դրամատուրգիայի կողքին նաեւ պիտի լինի ժամանակակից դրամատուրգներ։ Ինչ արեցինք, մենք առաջիններից էր, որ թատրոնն ունեցավ պրոդյուսերական դպրոց։ Կարծում եմ բոլորի համար այսօր շատ թատրոններ ունեն, բայց առաջինը Գյումրու Վարդան Աջեմյանի անվան թատրոնն էր, որ 15 տարի առաջ ստեղծեց այդ հաստիկը, որ թատրոնում լինի պրոդյուսեր։ Եվ թատրոնում ունի մեծ դպրոց, այսինքն խումբ, ովքեր աշխատում են, սա շատ կարևոր է։ Մենք որոշեցինք, որ պիտի երիտասարդներ լինեն շատ թատրոնում։ Որոշեցինք, որ պիտի անընդհատ թատրոնում հրավիրվի տարբեր ռեժիսորներ, այսինքն թատրոնում չպիտի լինի միայն գեղարվեստական ղեկավարի գեղագիտությունը, այլ պիտի լինի տարբեր ռեժիսորներ եւ արդեն մոտ 6 տարի շարունակ ես Հայաստանի տարբեր մարզերից մայրաքաղաքից ռեժիսորներ եմ հրավիրում ու դերասաններ։ Այս թատրոնի դռները բաց պիտի լինեն բոլորի առաջ ու այն մարդիկ, ովքեր ասելիք ու անելիք ունեն, ովքեր կարողանում են գեղեցիկ ներկայացումներ ստեղծել, այս բեմը իրենց համար է։ Գյումրու դրամատիկական թատրոնի բեմ բարձրացավ ապրիլյան քարորյա պատերազմի հերոսներին նվիրված Անահիտ Աղասարյանի «Հարսանիք թիկունքում» դրաման, որի ռեժիսորը Լյուդվիգ Հարությունյանն էր։ Ներկայացումը ցուցադրվեց ոչ միայն Գյումրիում, այլև Երևանում եւ Սփյուռքում։ Տասնամյակների կենսագրություն ստեղծած այս թատրոնը կարողանում է քայլել ժամանակին համընթաց, հանդիսատեսի դատին ներկայացնելով հաջողված ու հետաքրքիր գործեր, որոնք ակամա դառնում են վաղվա թատրոնի վառ տարեգրությունը։ Գյումրեցի հանդիսատեսը միշտ քննության չափորոշիչ է եղել հանրապետության բոլոր թատրոնների համար։ Գիտեն սիրել եւ գիտեն շատ խիստ պատժել գյումրեցի հանդիսատեսը։ Եթե գյումրեցի հանդիսատեսը մի բան չհավանեց, դու դա կզգաս բեմում։ Կարող է թողնել գնալ։ Եվ դա, ասեմ ձեզ, կարող է անել դեմոնստրատիվ։ Ինքը կարող է զգույշ բարձրանալ գնալ, բայց ոչ, ինքը դեմոնստրատիվ կարող է բարձրանալ գնալ այնպես, որ դու զգաս, որ դա ներկայացում իրեն դուր չի եկել։ Գյումրու դրամատիկական թատրոնն արդեն 160 տարեկան է։ 1.5 դար եւ ավելի այն նշանավորվում է նորանոր բեմադրություններով, շարունակելով իր փառահեղ կենսագրությունը, հավատարիմ մնալով ստեղծագործական այն դիմագծին, որ մեծ ջանքով կերտել են մեր մեծերը։